Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք կարծիքի տաղավարում ենք բնականաբար Սևան Աղաջանյանի հետ, ամառային հանգստից հետո վերադարձել ենք ու առանձնացրել ենք մի շարք թեմաներ Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության հետ կապված։ Ողջույն Սևան։ Ողջույն, Վահան։ Ուրեմն անդրադառնանք սկզբից ազգային ժողովի 9-րդ նստաշրջանին, որը ձևավորվեց բնականաբար կեղծ ընտրություններով, ընդդիմադիրներից գողացված ձայներով, այնուամենայնիվ ձևավորվեց 9-րդ նստաշրջանը, արդեն հանձնաժողովի նախագահներ են ընտրում, իդեպ այսօր Արամ Վարդևանյանը ընտրվեց ազգային ժողովի փոխնախագահ, առաջին դեպքն է 2018 թվականից ի վեր, որ ընդդիմադիր գործիչներից, падգամավորներից ազգային ժողովի փոխնախագահ վերջի վերջո ընտրվել է, հույս ունենանք, որ բնականon հունով կաշխատեն ու կկարողանան վերջի վերջո հասնել են իշխանափոխությանը, որի համար որ ընդդիմադիրները հայտնվել են ազգային ժողովում։ Չէ, նայ սահմանադրական փոփոխություններից հետո 15 թվականի, երբ Հայաստանը դարձավ խորհրդարանական երկիր, կիսանախագահականից անցում կատարեց, այո, դրանից հետո ընդդիմադիր падգամավորներ ընտրվում էին, առաջի դեպքը հիշում եմ Մելքումյանն էր, ընդդիմադիր որպես փոխնախագահ, հետո Էնֆիաջան Վահեն եղավ, հետո Իշխան Սաղաթելյանը, չէ, հիշում եմ, հետո Իշխան Սաղաթելյանը ինչ որ Ես հիշում եմ, որ մի քանի անգամ Իշխան Սաղաթելյանը չընտրվեց, վերջի վերջո ընտրվեց, հետո արդեն կարծեմ դիմադրության շարժումը, փողոցային պայքարով ամեն ինչ ավարտվեց։ Չէին գնում, դրա համար հանեցին ինչ որ տենց։ Բայց ես նկատի ունեի, որ այս նստաշրջանը բացառիկ է նաև նրանով, որ ընտրվեց ու բնականon հունով դեռ շարունակում են աշխատել։ Սենց մի հատ բան հաշվի առնենք ու հասկանանք էլի ինչի համար ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի հետ կապված այն սուր քննարկումները, որ կար նախկին ազգային ժողովում, այն սուր քննարկումները։ Այո, 20 իդեպ դու շատ ճիշտ նկատեցիր։ Այժմ падգամավորները նաև պատիվ ունեմ խմբակցության մեր ընկերները, մեր գործընկերները, որ բարձրացնում էին, այսօր չկա։ Մի նուրբ նկատառում ես անեմ, Սևան ջան, ուրեմն տես 21 թվականի ձևավորված 8-րդ գումարման նստաշրջանում կային Արցախի դրոշները, հետ պատերազմյան արտահերտ ընտրություններ, չէ, այս ամեն ինչը բոլորս հիշում ենք։ Այդ ժամանակվանից սկսած 8-րդ ամբողջ գումարման ընթացքում այդ նստաշրջանում եղել է Արցախի դրոշները ընդդիմադիրների մոտ, փակցված, տեղադրված եւ այլն։ Հիմա ունենք իրավիճակ, որ չենք կարող չմատնանշել ու պատճառը չգիտեմ ինչն է հանդիսանում, միգուցե փորձում են ավելի կառուցողական աշխատան ընդդիմադիրների իշխանությունների հետ, բայց մի բան բաց են թողել, որ այս իշխանությունները չունեն այդ կարմիր գծերը, ինչքան հնարավոր տարբերակ կա, իրանք կարմիր գծերը հատում են։ Հիմա հարց առաջանում։ Տեսեք, պատիվ ունեմ Դաշինքը, երբ որ ազգային ժողովում էր, այսպես կոչված Սերժ Սարգսյանի, հանրապետականի եւ հայրենիք կուսակցությունների դաշինքը Արցախի դրոշը արկա էր ազգային ժողովում։ Հիմա այս պահի դրությամբ պատիվ ունեմ դաշինքը չկա, հանրապետականները չեն մասնակցել, բայց Արցախի դրոշն էլ չկա ազգային ժողովում։ Ինչ փոխվեց այս ընթացքում եւ ինչու ընդդիմադիր падգամավորները չարեցին ամեն ինչ, որպեսզի Արցախի դրոշը չտեղաշարժվի, այսինքն նենց չի որ իրանք նորից պետքա բերեին տեղադրեին, այլ կային դրոշները։ Հաշվի առնելով կներես, որ կան արցախցիներ, արցախցի падգամավորներ։ Դե հիմա արցախցի падգամավորներ կան ազգային ժողովում, Արցախի բարբառով շատ հաճելի է լսել ինչ որ ելույթներ, բայց ելույթները տենց որպես այդպեսին չենք լսել սուր քննադատություն Արցախի հանձնման վերաբերյալ, Արցախի կորստի հետ վերաբերյալ ինչ որ տպավորություն է ստեղծվում, ինչ որ ազգային ժողովում պայմանավորվել են, որ մեկը մեկին թթու խոսք չասի, բայց այդպես էլ չի լինում։ Դե մեր գնացել ենք, ես օրինակ մեր հայրենակիցները եւ մենք Սևան ջան գնացել ենք ընտրել ենք ընդդիմադիրներին, որ այդ խնդիրը չլինի, այո։ Այդ մարդիկ նախ, որովհետև մեզ վստահեցնում էին գալու ենք իշխանության, լավ, երկրորդ չեկան իշխանության, բայց այն խնդիրները, որ կա, այն դավաճանությունը, այն ամեն ինչը, որը արել է Նիկոլ Փաշինյանը, միանշանակ 2018 թվականից ի վեր իրանց ձախողումները բերել է
պատերազմի, սանձազերծվել է պատերազմ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախ-Հայաստանը եւ վերջ այդ ամեն ինչը գիտենք։ Դու պայմանավորվենք, ասենք մեր հաղորդման հյուրերին, ասենք չգիտեմ, հյուրերը բազմաթիվ հարցեր են գրում։ Եկեք Արցախից չխոսանք։ Հա, ասենք եկեք Արցախից չխոսանք, եկեք չգիտեմ, Նիկոլին չքննադատենք, եկեք չգիտեմ Չէ, նենց բաներից խոսենք։ Իմաստը ո՞րն է ազգային ժողովում հայտնվելու, եթե Արցախի դրոշը չկա, Նիկոլին չենք քննադատում կամ սուր չենք քննադատում եւ այլն։ Կարևոր բան, որ Սերժ Սարգսյանի թիմը, որ ընդեղ էր, Արցախի դրոշները կային, սուր հարցերը կային, քննադատությունները կային, Արցախի հետ կապված բոլոր խնդիրները վեր էին բարձրացվում, իսկ այսօր նրանք չկան, այդ ամեն ինչը չկա։ Ընդհուպ այն սուր հարցերը հասնում են այն հանգուցալուծմանը, որ ծեծկրտուկ էր անգամ առաջանում, ու մենք հասկանում ենք, որ այն այսպես կոչված պատվիրակները ժողովրդի կողմից ընդդիմադիր գործիչները, падգամավորները, մյուսները բոլորը գնացել են, որպեսզի իշխանափոխության հայտ ներկայացնեն ու վերջի վերջո կոնկրետ ներկայացնեն, թե ինչ արել Նիկոլ Փաշինյանը, մինչև ասենք 21 թվականը ինչ էր արել Նիկոլ Փաշինյանը, հանձնել էր Արցախը, սանձազերծել էր պատերազմ, որտեղ հազարավոր մեր հայրենակիցներ, մեր եղբայրներ զոհվեցին, դեռ Արցախը ամբողջությամբ հանձնված չէր մինչև 23 թվականը։ 23 թվականին բռնի տեղահանվեցին ու մինչև 25 թվականը ներառյալ, մինչև 26 թվականի ընտրություններ, այս ամեն ինչը բարձրաձայնվում էր, այսինքն ընդեղ ասում էին ազգային ժողովի ամբիոնից, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ է, Նիկոլ Փաշինյանը հողատու է, Նիկոլ Փաշինյանը խաբեբայ է, Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է, ով կործանում է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես կործանեց Արցախի Հանրապետությունը։ Հիմա այդ ամեն ինչը պետք է ազգային ժողովի ամբիոնից բոլոր ընդդիմադիր падգամավորները հիշեցնեն Նիկոլ Փաշինյանին, ով է հանձնել Արցախը, ով է ստորագրել ու Բերուսելում ճանաչել, այո, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախը ներառյալ։ Հիմա եթե իրենք չհիշեցնեն, Սևան ջան, իրենք փաստի ու խնդրի առաջ են կանգնելու, որովհետև եթե իրենք ներում են, համակերպվում են, մոռանում են Արցախի հանձնումը, իրենք չեն կարողանալու կասեցնել Հայաստանի Հանրապետության հանձնումները, որովհետև մենք ունենք սուվերեն տարածքներ, չէ, ոնց է Նիկոլ Փաշինյանն ասում է 29740, բայց 29800 է եղել դե ֆակտո մեր սահմանազատման արդյունքում դեռ այն ժամանակ, երբ անկախացել ենք։ Հիմա այդ մի քանի 100 քառակուսի կիլոմետր օկուպացված է ու պետքա դրա մասին բարձրաձայնել, Արցախի մասին ու արցախցիների վերադարձի մասով պետքա ամենօրյա ռեժիմով հիշացնել, ասել, որովհետև մեր արցախցի քույրերն ու եղբայրները բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, հայկական Արցախից, միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին տենց էր հարմար ու իր կառուցողական Ալիևին տենց էր հարմար։ Հիմա հարց է առաջանում, արդյոք վաղը այս խնդիրները, որ մենք ներկայացնում ենք, իրենք չեն բարձրաձայնում, ավելի մեծ խնդիրների չի հանգեցնի, որտեղ Արցախը մոռանալով էլի եմ կրկնում Հայաստանի Հանրապետության սուվերենության եւ անվտանգության հարցն է քննարկվում։ Ու ազգային ժողովում այդ գործառույթները իրականացնողները պետքա լինեն ընդդիմադիրները, որտեղ մենք ընդդիմադիրներին ենք ընտրել, մենք չենք ընտրել Նիկոլ Փաշինյանին, որ պահանջենք իրենից։ Մարդիկ, ովքեր Արցախի կորուստը հասկանում են, Արցախի կորուստի ցավը ապրում են, այդ արցախցիները նաև բացի արցախցիներից նաև Հայաստանում բնակվող հայերը, բոլորը կամ աշխարհասփյուռ հայերը, ովքեր գիտակցում են այդ Արցախի կորուստը, ովքեր չեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական այդ թեզը խաղաղություն Արցախը տանք, որ հանգիստ ապրենք, չեն կիսում այդ թեզը, գնացել ընտրել են ընդդիմադիր։ Այո, ընդդիմադիրներին էլի եմ կրկնում, մենք բոլորս դրա համար ենք ընտրել, որ գնան բարձրաձայնեն։ Եթե իրենք պետքա գնային կառուցողական աշխատեին, ի սկզբանե ասեն, գիտեք ինչ կա, մենք իրենց մեջ դավաճանների չենք տեսնում, հայրենավաճառների չենք տեսնում, մենք էլ իրենց չընտրեինք, ուրիշ ուժերի ընտրեինք, բայց մենք համապատասխանաբար այն ուժերին ենք ընտրել, որոնց ավելի շատ ենք վստահում, ովքեր հայրենասերներ են, պետքա պայքարեն, այդ պայքարի ջահը վառ պահեն ու պահանջեն այս իշխանություններից իրենց նախորդ իշխանության ժամանակ եղած բոլոր կորուստների համար անդառնալի եւ դառնալի, որը տարածքայինն է եւ զոհերի մասին է։ Էլ չեմ ասում, որ մենք ունենք գերիներ, մենք ունենք օկուպացված տարածքներ, մենք ունենք անհետ կորածներ ու մենք չունենք խաղաղություն, ինչպես պնդում են իշխանականները, որ գիտեք ինչ կա, մենք խաղաղություն ենք բերել։ Հիմա ինչ է դառնում, որ այս խաղաղություն բերած պայմաններում, որը որ 1 տարի առաջ ստորագրել են
Եռակողմ չէ օգոստոսի 8-ի, հիմա Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը բերել է խաղաղություն, եկեք մոռանանք Արցախը, գերիներին եւ այլն եւ շարժվենք առաջ։ Հիմա այդ օրակարգով է արդյոք ընդդիմությունը շարժվում։ Չէ, դա իմը նայ օրակարգի մասին, այդ օրակարգը ամբողջովին կեղծ է, ասեմ ինչի, էլի Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մենք սահմանադրական մեծամասնություն չհավաքենք, խոսքը գնում էր ՔՊ-ի մասին։ Մենք այո, սեպտեմբերին պատերազմը լինելու, հետո Ռուբեն Ռուբինյանի հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ ընտրվում էր ազգային ժողովի նախագահ, հարց ուղղեցին պատգամավորներից մեկը չեմ հիշում ով, ասաց սեպտեմբերին պատերազմ լինելու է, դուք չհավաքեցիք սահմանադրական մեծամասնություն, ինքը ինչ որ սենց ասեմ ինչ որ ապուշություն սկսեց խոսալ, հետո ասաց չէ չի լինելու, որովհետև այն ձայները, որ տրվել են մեզ, բան, հետո դե ինչ որ ասում են ընդդիմադիրները, մենք մտածում ենք, որ ընդդիմադիրները այս քաղաքական տրամաբանությամբ գան իշխանության, իրանք պատերազմ են հրահրելու, մենք այդ մտքով ենք ասել։ Բա հիմա ինչ է փոխվել։ Չէ, բայց Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց, չասեց այլ մտքով եմ ասում, սահմանադրական մեծամասնություն չունենալու պարագայում աղետաբեր պատերազմ է լինելու։ Այո, հիմա ընդդիմադիրները, մեր հարգելի ընդդիմադիրներ, դուք այդ հարցը բարձրաձայնեք, մենք հասկանանք սեպտեմբերին այդ պատերազմը աղետաբեր լինելու է ու եթե չի լինելու, ինչ սկզբունքով չի լինելու, եթե լինելու է, ինչ իրավիճակ է ստեղծվելու ու ինչ սկզբունքով է լինելու։ Եվ մյուս հարցերը մենք եթե վերցնում ենք ու ներում ենք այս իշխանությունների նախորդ չարագործությունները, մենք չենք ներում այս իշխանությունները։ Մեր ընտրյալ падգամավորները, տվյալ պարագայում բոլոր ընդդիմադիրները հեռացրել են Արցախի դրոշը, Արցախի էջը չեմ կարծում, որ փակել են, բայց այնուամենայնիվ չի բարձրաձայնվում ու մեր հայրենակիցները ունեն պահանջներ, առողջ հարցադրումներ։ Այս ընդդիմությունը խոսում է, ասենք, չգիտեմ, տնտեսական զարգացումներից, տնտեսության հետ կապված իրենց աշխատանքներից, որովհետև մեծամասն բիզնեսմեններ են եղել, զբաղվել են բիզնեսով, այսինքն այդ ոլորտի հետ իրանք առանց այդ ոլորտում հաջողել են։ Okay, հասկացանք։ Լավ, ասենք այդ ուղղությունն եք վերցրել, դրա մասին եք խոսում, բայց արտաքին պարտքի մասին քիչ եք խոսում, վերջերս էլ 320 միլիոն։ Այո, ես առանձնացրել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը 320 միլիոն դոլար պարտք է վերցնում, նու չգիտենք ինչ ծրագրով ինչի համար, բայց այդ պարտքը պետքա վճարեն ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Հիմա տնտեսական ոլորտի հարց է, որը որ ընդդիմությունը պետքա բարձրաձայնի, հասկանանք 320 միլիոն դոլարը որտեղ է գնալու։ Արի պետքա մեր հարգելի, սիրելի դիտողներին մի բան պարզ ասել, որ հասկանան, էլի։ Հիմա դու վերցնենք քո վրա օրինակը բերեմ։ Հիմա դու ամբողջ կյանքդ պարտք ես վեկալում, որ ապրես, չէ։ Ապրեցիր, գնացիր։ Այդ պարտքը պետքա թորներս տան, չէ, կամ երեխաներս։ Այդ պարտքը մնաց, չէ, ամբողջ կյանքդ պարտք ես վերցրել։ Հիմա նույնը Հայաստանի Հանրապետության հետ են անում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն է իշխանության։ Այդ պարտքը վեկալում են, բայց դա ով է տալու։ Տալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ու պետքա հասկանան բոլորը, որ Նիկոլ Փաշինյանը ձեր փոխարեն իրանց պարգևը վճարների համար փողեր է վերցնում, որոնք տալու եք դուք։ Իդեպ հուլիս ամսվին արձանագրվեց, որ 5 միլիարդ դրամ ընդհանուր առմամբ կառավարությունը, իշխանությունը իրենց պարգևավճարներ են տվել։ Դա նույնպես բացառիկ ու խայտառակ դեպք է, որ 5 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետությունում, ասենք, քանի ծրագիր կիրագործեին ու ինչքան աղքատությունը 40%-ա, ծայրեղ աղքատությունը 20%-ա, բայց մեր ազգային ժողովի падգամավորները, իշխանականները եւ այլն, մարզպետները, չգիտեմ, նախարարները 7 միլիոն դրամ եւ այսպես շարունակ պարգևավճարներ են ստանում ու ընդհանուր առմամբ 5 միլիարդ դրամը ահագին գումար է, որ կարելի էին ծախսել, կարող էին ծախսել շատ ավելի նպատակային ու իրենք վատնում են։ Այսինքն իրենք հարստանում են, իրենք իրենց պարգևավճարներ են տալի, մեզ համոզում եւ խաբում են, որ հեսա խաղաղություն է լինելու, էսա լինելու, այնա լինելու, բայց այնուամենայնիվ մենք չենք հավատում այս իշխանությունների ոչ մի խոսքին, որտեղ մենք նախորդ 8 տարիների ընթացքում ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի համար մի օր Արցախը Հայաստանը եւ վերջ, մի օր Ադրբեջանի ամբողջականության մաս։ Էլ չեմ ասում, որ իր համար Ալիևը կառուցողական էր, բայց Ալիևի համար Սևանը Գյոյչա է, Երևանը Երևան է եւ իրենք ասում են, որ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով կգան։ Փաշինյանին քննադատելու մասին Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է, սուտ ասե, ես օրինակ Ալիևի հետ բայց իր ստերը պետքա բարձրաձայնվի Սևան ջան ազգային ժողովի ամբիոնից։ Հիմա լիֆտում հանդիպելուց հետո ասեց բանը, չէ՞, Ալիևը կիրթ եւ կառուցողական մարդ է, դրանից մի քանի օր հետո պատերազմ սկսեց։ Այո։ Հիմա կորցրեցինք Արցախը։
Այո, հիմա նաև անդրադառնանք Գագիկ Ծառուկյանի գողացված ձայներին, որը որ ընդդիմադիրները բնականաբար բարձրաձայնում են, բայց այնուամենայնիվ ունենք փաստ։ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը, ով հայտ էր ներկայացնում հայտնվել ազգային ժողովում, տարել էր անցողիկ շեմը հաղթահարող ձայները եւ չի հայտնվել ազգային ժողովում։ Ասեմ ավելին, Գագիկ Ծառուկյանը հայտնվել է անազատության մեջ, իրենից խլել են Արարատ ցեմենտը, Մուլծի Վելնեսը եւ այսպես շարունակ, չէ, կոնյակի գործարանը եւ այլն։ Հիմա այս ամենաթողության պայմաններում արդյոք չպետք է ամեն օր բարձրաձայնել, որ Գագիկ Ծառուկյանի ձայները գողացել են, իրեն անօրինական կերպով, ապօրինի կերպով անազատության մեջ են պահում ու խլում են ու դա անում են պետության անունից։ Հիմա ել չեմ ասում, որ կենթանիներին տեղափոխեցին, քնացրեցին, սատկացրեցին եւ այլն, չէ, բայց այնուամենայնիվ այդ օրինական մոտեցումները պետք է նաև ընդդիմադիրները, չէ, ըստ օրենքի պահանջներ ներկայացնեն, ելի եմ կրկնում, ազգային ժողովի ամբիոնից, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք ու համար 1 ամբիոնը համարվում է ազգային ժողովի ամբիոնը։ Այնտեղ պետք է բարձրաձայնվի քաղբանտարկյալների հարցը, Գագիկ Ծառուկյանից այդ ամեն ինչը, որ գույքը խլվում է, այդ հարցը, ել չեմ ասում, որ մենք ունենք նախորդ 8 տարիների ընթացքում ես այդ էլ էի առանձնացրել մոտավորապես ընդհանուր առմամբ պայմանական ազատազրկումները, տնային կալանքները ներառյալ 10,000-ից ավել քաղբանտարկյալներ ենք ունեցել։ Հիմա ունենք հարյուրավոր քաղբանտարկյալներ, որ ուղղակի բլոգերներ են, ունեցել ենք անչափահաս քաղբանտարկյալներ, նորածին երեխա ունեցող քաղբանտարկյալներ։ Քեզ ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը այսօր իրավապահ համակարգին հրահանգի անգամ նոր ծնված երեխայի կալանավորել, իրենք կալանավորել են։ Ով ծնվել է, ասենք հայրենասերների ընտանիքում, ուղղակի զուտ քրիստոնյաների ընտանիքում այսօր այդ քաղաքական բանտարկյալների մասով ասեմ, քաղաքական բանտարկյալները պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ այս աստիճանի թվականակի առումով ամենամաքսիմումն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Խնդրին, այն իրավիճակին, որ երբ որ մարդ ունի կարծիք սեփական, որը չի համընկնում իշխանությունների հետ, այդ կարծիքը արտահայտելու դեպքում ինքը շատ հնարավոր է հայտնվի բանտում։ Բայց ինքը ազատ խոսքի իրավունք ունի, լինելով քաղաքական գործիչ կամ ուղղակի սովորական քաղաքացի։ Դեմոկրատիա է, չէ՞։ Դե ժողովրդավարության բաստիոն չէր Հայաստանի Հանրապետությունը, ըստ էլի Նիկոլ Փաշինյանի վարչապետ եղած կարգավիճակում։ Ապրում ենք մի իրավիճակում, որ իշխանությունները Հայաստանում ինչ ուզում անում են ու բոլորը գրեթե փորձում են հարմարվել դրան, բայց պետք չէ այսօր հարմարվել, պետքա պայքարել հենց այդ նույն ազգային ժողովի падգամավորները, մեր հարգելի սիրելի падգամավորները այսօր իրենց կոչ պետք է անեն, որ չհարմարվեն դրան ու պայքարեն, որպեսզի Հայաստան ունենանք, որովհետև հարմարվողականությունը մեզ բերելու է կործանման ու վաղը ուշ է լինելու։ Հիմա տեսեք քաղբանտարկյալների թեման շարունակելով ունենք գործող падգամավոր, որ հիմա անազատության մեջ է, ընտրված ժողովրդի կողմից падգամավոր, որը չի կարող լինի նիստերի դահլիճում, որովհետև Նիկոլ Փաշինյանին կամ օրինակ Ռուբեն Ռուբինյանին հարմար չի այդ մարդը ազգային ժողովում։ Եվ բնականաբար ունենք հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյան, ով քաղբանտարկյալը միայն նրա համար, որ ինքը հանրապետական փոխնախագահն է, միայն նրա համար, որ ինքը ուղղակի հանրապետական է, միայն նրա համար, որ Արմեն Աշոտյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանա կամ կապիտուլյանտ է, միայն նրա համար, որ բանավեճի ընթացքում մեծ բանավեճի նախընտրական քարոզարշավի մերկացնում էր այն ստերը Նիկոլ Փաշինյանի, որոնք իրականության հետ կապ չունեին։ Միայն նրա համար, որ ինքը ուղղակի Արմեն Աշոտյանն է ու հանրապետականն է, ինքը բանտարկված է։ Հիմա տնային կալանքում է, բայց միանշանակ անազատության մեջ է։ Խոսքի ազատության մասով ու ընդհանրապես անազատության մեջ է։ Ինքը իր քաղաքական գործունեությունը չի կարող իր իրավունքները իրացնի ու կարողանա քաղաքականությամբ զբաղվի, որը իր մոտ շատ լավ է ստացվում ի դեպ։ Դե ամեն դեպքում քաղբանտարկյալների բոլոր քաղբանտարկյալներին ազատություն եմ ցանկանում։ Այո, բոլոր քաղբանտարկյալներին անկախ իրենց հոդվածներից բոլորին ազատություն։ Մի բան պետք է ֆիքսենք, որ նաև քաղաքական գերիներ կան այսօր Ադրբեջանում։ Այո, իդեպ այնտեղ դատավարությունները նորից վերաբացվել շարունակվում էր այնտեղ բողոքարկման արդյունքում։ Այո, այդ շինցու տեսեք, Բաքվում դատում են հայ ժողովրդին։ Չեն դատում միայն այն գերիներին, այդ ֆիզ անձանց, ովքեր որ հիմա Բաքվում են։ Բաքվում դատում են Արցախի նախագահների, Բաքվում դատում են պետական պաշտոնյաների Արցախի, Բաքվում դատում են մարդկանց, ովքեր որ Արցախը ազատագրել են։
ու Բաքվում դատում են մեզ բոլորիս, ովքեր ազատագրել ու պահել են Արցախը 30 տարի պահել ու են նույն սկզբունքով մեզ բոլորիս դատում են Բաքվում, Ալիևը չի դատում անուն ազգանուններ, ինքը դատում է հայ ժողովրդին։ Հիմա այս իշխանությունները փոխհամաձայնեցված Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ թողել են գերիներին, որպեսի մնան գերության մեջ, ու ժամանակ առ ժամանակ հիշեցում երբ որ լինում է, ասենք արտաքին գործերի նախարարը ասում է, դե ծնգլահան արեցիք ձեր գերիներով։ Հիմա էսա պետական քաղաքականության մոտեցում էս իշխանությունների, գերիների, քաղբանտարկյանների եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Ու պետքա գերիների մասով ամեն օր բոլորս մեր ուժերի ներածին չափով հնարավոր ամեն ինչ անենք, բարձրաձայնենք, ինչպես որ մենք արել ենք բազմիցս հանրապետականի երիտասարդներով գնացել ենք ՄԱԿ-ի, մյուս Եվրամիության, չէ, ասենք, ու այդ միջոցառումները, այսպես կոչված բողոքի ակցիաները բարձրաձայնել ենք, որպեսզի մեր գերիներով զբաղվեն։ Հիմա նույն կերպ ընդդիմությունը էլի ազգային ժողովի ամբիոնից պետքա նաև գերիների հարցով զբաղվի, որովհետև դա ազգային խայտառակության ազգային ամոթի մասին է, որ մեր հայրենակիցները տարիներ շարունակ էլի միջազգային հարթակներից տեսնում ես, չէ՞, ընդհանրապես միջազգային ոչ մի հարթակում ռազմաքաղաքական ղեկավարության գերիների հարցի մասին ոչ մի խոսակցություն չկա։ Հիմա լավ գնում ենք խաղաղության ըստ այս իշխանությունների։ Այդ խաղաղության գործընթացում ինչու պետք չի բարձրացնել գերիների հարցը։ Գերիների արկայությունը ինչի մասին է, եթե մենք խաղաղության նախաստորագրված թուղթ ունենք։ Սենց բան հասկանանք էլի։ Գնում ենք խաղաղության։ Այո։ Մենք ունենք գերիներ Ադրբեջանում, Արցախի անեկորածներ, գերիներ, քաղաքական ղեկավարությունը նաև այլ գերիներ կան, ովքեր պատերազմի ընթացքում ինչ-ինչ հանգամանքներով հայտնվել են գերության մեջ։ Հիմա որ գնում ենք խաղաղության, ինչու գերիների հարցը չի բարձրաձայնվում։ Քո կարծիքով ինչու Նիկոլ Փաշինյանը չի ասում եղբայր իմ կառուցողական ընկեր։ Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը ունեցել է նաև պայմանավորվածություն գերիների մասով։ Ինքը ուղղակի հանձնել է Արցախի ռազմաքաղաքական Արցախը հանձնել է գերիների հետ միասին։ Արցախը հանձնել է նախագահներին էլ հետը, որ ավելի քիչ գլխացավանք ունեն այսպես կոչված, որովհետև Արցախի նախագահները եթե լինեին Հայաստանում հիմա, միգուցե օրինակ արցախցիներին համախմբեին ու խոչընդոտներ ստեղծեին, չէ՞, այս իշխանությունների համար։ Այդ խոչընդոտները չկան, այդ խոչընդոտները որպես խնդիր լուծում է Ալիևը, որովհետև Ալիևը լուծում է Նիկոլ Փաշինյանի բոլոր խնդիրները, քանզի Նիկոլ Փաշինյանն էլ լուծում է Ալիևի խնդիրները Հայաստանի Հանրապետության հետ կապված Արցախի մասով։ Իդեպ հարցի պատասխան կարող եմ ասել Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որտեղ ինքը խաղաղությունը հաստատված է համարում եւ այլն, ունդեղ երկու շատ վտանգավոր կետեր կա։ Առաջին կետը, որ ինքը ասում է մոռանանք Արցախի էջը փակենք ու երբևիցե չբացենք արցախցիների վերադարձի իրավունքի իրացման խնդիր չառաջացնենք, որովհետեւ նվիրում է Արցախը, հա, որ համակերպեն, որ Ալիևը այդ խնդիրը չունենա, հետագայում դա թղթով ամրագրեն խաղաղության շրջանակներում այսպես կոչված ու փակեն Արցախի էջը։ Եվ ամենացավալին նաև նա է կետերից, որ ինքը ասում է, որ ես ուզում եմ, որ խաղաղ ննջեն բոլոր զոհերը, այսինքն Ադրբեջանի եւ Հայաստանի Արցախի կողմից ու ստեղ հարց է առաջանում խաղաղ ննջեն Ադրբեջանի զոհերը, ովքեր որ կոտորում են մեր տղերքին, արգելված բոլոր հնարավոր զինատեսակներով, որը Ադրբեջանը ուներ, խաղաղ ննջեն Ռամիլ Սաֆարովները, ովքեր որ քնած հայերի կացնահարում են, ու խաղաղ ննջեն, հա, այդ զենքը ֆոսֆորային թափվում անտառների վրա։ Ես տեսել եմ Ստեփանակերտի ձախի վրա անտառներ կային, այդ անտառների ու մեր երկրի վարչապետը Սևան ջան, ասում ես գերիներ, չէ, կամ խաղաղություն։ Ինքը խաղաղություն է մաղթում մեզ կոտորողներին, մեզ ցեղասպանողներին։ Պատկերացնում ես, այդ արտիստորության ինչ որ, չէ, նայ, հիմա արի հասկանանք մտ իրավիճակ, որ պատերազմը պարտվել ենք, երկրի ղեկավարն էլ ինչ որ հայրենասեր մարդ է, բայց պատերազմը պարտվել ենք, օրինակ։ Իրավիճակ։ Բայց այդ գործողությունները ինչ պետք է լիներ այդ մարդու։ Միջազգային հարթակներում խոսել հարցաձայներ իհարկե ժողովրդի իրավունքների մասին, խոսել Արցախի ժողովրդի Արցախ վերադառնալու մասին, գերիների վերադարձի մասին, Արցախի ղեկավարության մասին, գերիների մասին եւ միանշանակ Սևան ջան, այն տարածքների, որոնք Ադրբեջանը օկուպացրել է, Հայաստանի Հանրապետության, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում է, ունի այդ բրոշկեն, այդ բրոշկի վրա տեղեր կա, օկուպացված է։
Բա այդ իրական Հայաստանը որ կա, ոչ թե պատմական, ոնց որ Նիկոլ Փաշինյանը տարանջատումներ է դնում, բայց այդ իրական Հայաստանի 200 կամ 300 կիլոմետր քառակուսին, որ օկուպացրել է Ադրբեջանը, բա դրա մասին ով պետք է բարձրաձայնի, եթե ոչ այն մարդը, ով որ նշում է, որ ինքը խաղաղություն է բերել օգոստոսի 8-ից եւ այլն, ինքը ավելի շատ ուզում է, որ խաղաղ ննջեն ադրբեջանցիները, քան հայերը խաղաղ ապրեն, էս է խնդիրը։ Ու այս խնդիրը լուծում չունի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը որպես վարչապետ ու հայ ժողովրդի շահերը պետք է ներկայացնի, բայց ինքը հակառակն է անում։ Հայ ժողովրդի շահերը մեր այս ներկայիս իշխանություններից ոչ ոք չի ներկայացնում։ Կլինի արտաքին գործերի նախարարը, մյուսները։ Սրանք ուղղակի թալանում են մեզ տուգանքի մատերիալ են սարքել ու տեղ անգամ ձեռ են առնում, որովհետև մի բանա որ Ռուբեն Ռուբինյանը ընտրվել է ազգային ժողովի նախագահ, մի բանա որ Ռուբեն Ռուբինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր վենդետա լինելու է։ Դու գիտես ինչ որ օրենքի կետ, որ վենդետան իրագործելի է օրենքի սահմաններում։ Օրենքի շրջանակներում վենդետան ո՞րն է։ Վենդետա բառը կարան տարբեր ձև ընկալեն, հիմա վենդետա քաղաքական վենդետա կա։ Լավ, քաղաքական վենդետայի շրջանակներում այդ խաղաղասեր այսպես կոչված իշխանությունները, այդ որ սևերի սպիտակի են բաժանում, իրանք ինչի ասում, որ իրանք մենակ Ադրբեջանի հետ են, մնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կապված, որ իրանք ասում են, որ վենդետա հարկերն են բարձրացնում, չգիտեմ, հարկերը, գույքը, հարկ ամեն ինչ թանկացել է, չէ՞, օրինակ որ նայում ենք այս թանկացումներին, գնաս ասենք այդ 1000 դրամը ցույց տա, որ դու 1000 դրամ ունես, հայտարարագրես։ Այս թանկացումների ֆոնի վրա իրանք հարստանում են։ Ու մեր հաշվին, մեր հարկերի հաշվին, ել չեմ ասում, որ մեր արտաքին պարտքը այս 320 միլիոնի հաստատման պարագայում արդեն գերազանցում է 15.5 միլիարդի շեմը։ Դա խայտարակություն է։ Մեր նման պետության համար նման ահռելի գումար։ Հունաստանը տենց լավ պարտքեր վերցրեց, գնաց դեֆոլտի հետ երկիրը քանդվեց, թածը սկսեց։ Դե հիմա քանդում են։ Հիմա նույնն է իմ կարծիքով, նույնն է Հայաստանի Հանրապետությունում, այս մարդիկ ուզում են հիմնահատակ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, իրանց 4-րդ հանրապետությունը ստեղծեն, կարծում եմ չեն ստեղծում, նայ վայջան, իրանք վիլայեթ որպես։ Նայ փողերը վեկալում են, մեկը իրանք գնալու են ինչ որ մի օր։ Իրանք փախնելու են, գնալու են, ու հայ ժողովուրդը մնալու է իր հոգսերի ու խնդիրների հետ մենակ։ Ինչպես հիմա է։ Այս պարտքերն էլ ավելանալու են, գնալով ավելանալու են։ Ու իրենք գիտեք վերջում ինչ են ասելու, հետաքրքիրն է, ոնց որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, դուք եք մեղավոր, որ ես պատասխանատու եմ, դուք եք ինձ ընտրել։ Հիմա իրենք ասելու են, դուք մեզ ընտրել եք, մեզ լեգիտիմացրել եք, մենք էլ այդ պարտքը վերցրել ենք, դուք էլ փակվեք, որովհետև մենք իշխանություն ենք եղել։ Իրանք չեն ասել, որ ասենք մենք էս ենք։ Չէ՞։ Իրանք չեն ասել, որ իրանք սպիտակ քողի տակ։ Նայ, չէ, իրանք պարտք են վեկալում, չէ, պարտք են, չէ, վեկալում ինչ որ, չգիտեմ, միջին ասիական բանկից կամ այլ, չգիտեմ, բանկից վեկալում են այդ գումարը, ծախսում են իրենց սեփական, ասենք, չգիտեմ, միջոցների վրա կամ այնց բաների վրա, որ այսօր, ասենք, պետք չի անել, այսինքն ոնց թոշակառուների ընտրակաշարքի վեվով 10000 դրամները չնախատեսված ծրագրով փողերը որտեղից պետք է տան, պետքա պարտքեր վերցնեն, որ տան կամ բիզնեսմեններից խլեն ինչ հնարավոր տարբերակներ ունեն, օրինակ Գագիկ Ծառուկյանը մյուսները եւ այսպես շարունակ, բայց այս շարունակականությունը այս իրավիճակի Սևան ջան մի օր կհանգեցնի, կարծում եմ նրան, որ Հայաստանի Հանրապետությունը ել չի կարողանա շարունակել որպես ինքնիշխան պետություն, որովհետև մենք ունենք գերտերություններ, ովքեր որ մեզ հիմա օգնում են, բայց վաղը միսօր միգուցե ոչ միայն չօգնեն, այլ պահանջներ ներկայացնեն։ Ու այդ խնդրի առաջ մենք էլի եմ գտնում, մենք մենակ ենք մնալու, այս իշխանությունները անցողիկ են, այս իշխանությունները վաղը չեն լինելու, ոչ մի իշխանություն հավերժ չի, բայց հայ ժողովուրդը ու հայերի պայքարը հավերժ է։ Նայ մենք ամսի 7-ին միասին եղանք դատարանում էի շնասնում։ Այո, ցավալի ու եւ սքո դատում են ամենայն հայոց կաթողիկոսին, բոլոր հայերի կաթողիկոսին ու այնտեղ մենք էինք ու շատ քիչ մարդիկ։ Ну, ցավոք սրտի ես երկու կողմ կա եւ ուրախանում եմ, որ դատարանի բակը լիքնա եւ տխրում եմ, որ ընդհանրապես հասել ենք այս իրավիճակին, որ ամբողջ էջմիածինը փակ չէր, այսպես կոչված այդ առումով, էլի։ Ես մտածում եմ, որ 100,000 որ մարդիկ պետք են որտեվ ես իդեպ նայել եմ, բացի սովետական բռնաճնշումների տակ մնացած կաթողիկոսներից նախորդ 500 տարիների ընթացքում չի եղել նման դեպք, որ
Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կամ Հայաստանի պայմանականորեն առաջին հանրապետության երկրորդ եւ այլն չի եղել նման նախադեպ, որ մայր աթոռ էջմիածնում, ասենք մի քանի մետր հեռավորության վրա դատեն ամենայն հայոց կաթողիկոսին։ Նայ, մեծ sense բան կա, չէ՞, գործը նայել ես ինչի համար են դատում են ինչ որ ասենք ներքին եկեղեցական, ասենք չգիտեմ, ինչ որ բաներ չպայելու համար, իրանց աշխատանքի հետ կապված եկեղեցական ինչ որ գործառույթներ չանելու կամ անելու հետ կապված։ Բայց որի հետ իրենք բացարձակապես կապ չունեն։ Մի հատ բան պետք է հաշվի առնենք, ամենայն հայոց կաթողիկոսը ով է։ Ամենայն հայոց կաթողիկոսը բոլոր հայ ազգի, հայ քրիստոնյաների, ամբողջ Հայաստանում Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Նախիջևանի բոլորի կաթողիկոսն է։ Բացի կաթողիկոս լինելով, կաթողիկոսը ինչն է։ Ինքը բոլորի հայրն է, այսպես ասած, հոգևոր առաջնորդն է եւ այսպես շարունակ բնա ու ինքը բոլոր քրիստոնյաների ու իրեն որոշել են եւ հոգևոր դասի բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչները ընտրել են ինքը ինքնակոչ չի որ Նիկոլ Փաշինյանի նման եկել է վերցրել է իշխանությունը իրան որոշել է որ ինքը վարչապետ է չէ կաթողիկոսը ընտրվել է տարիներ շարունակ մեծ աշխատանք է տարել մանկատների հետ կապված, անապահով ընտանիքների հետ կապված եւ պատվով ներկայացրել է քրիստոնյա հայ ժողովրդին ամբողջ աշխարհում։ Բացի դրանից կաթողիկոսը երբ որ եղել է արտերկրում, կան իմը դաժե անգամ տեսանյութեր կան կարող են YouTube-ում որոնել, որ կաթողիկոսը բարձրաձայնում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին, խոսում էր Արցախից։ Իմ կարծիքով հենց այս խնդրի շուրջ է Նիկոլ Փաշինյանը, որ ցանկանում է Նիկոլ Փաշինյանին հաջող կաթողիկոս լիներ, ով փակեր Արցախի էջը, պատարակներ մատուցեր վարչապետին եւ իշխանությանը, բնականաբար այս խնդիրը չէր լինի, բայց ամոթ է եւ ցավալի է նրանով, որ ցավով եմ ասում, բայց այն անտարբերությունը, որ եղավ եկեղեցու շուրջ, բերեց նրան, որ Նիկոլ Փաշինյանը անգամ եկեղեցիները անվանեց Չուլան, ինչպես ժամանակին ասում էր Շուշին դժգույն դժբախտ քաղաք է, հիմա ինքը մեր Սուրբ Առաքելական եկեղեցիները անվանում է, ոչ բոլորը, բայց ինքը առանձնացնում է եւ ասում է, որ դա Չուլաններ է, որտեղ որ մենք կնքվում ենք, ամուսնանում ենք, իր համար Չուլաններ է։ Ինքը դուրս է գալի չնայած ինքը իրանց հայրենիքի են բնակարաններ որտեղ հա այդ Չուլանը իրենց երրորդ մասի են տունն էր որտեղ պատերին չգիտեմ Մեսին էր Ռոնալդուն գնդակներ եւ գրիչներ երրորդ մասի հետ կապ չունի ինքը ապրել է հայրենիքի ոստիկանության կողքի շենքում իրեն հաջող մոտիկ տեղ որ ոստիկանությանը մոտ լինի իր գործառույթները ճիշտ իրականացնի դեղին թերթերից բացի ինքը նաեւ գործատու էր ոստիկանների համար մեր անվերապահ հարգանքն ու մեր աջակցությունը բնականաբար մեր կաթողիկոսին մենք հայ առաքելական եկեղեցու կողքին ենք որովհետեւ 1700 տարի մեր Սուրբ Առաքելական եկեղեցին եղել է հայ ժողովրդի կողքին եղել է ամեն ինչով հայ ժողովրդի կողքին ընդհուպ մինչև որ մագաղատներով մեզ գիր ու գրականությունը փոխանցել են հոգևորականները ու այս ամեն ինչը անպատիժ չի մնալու երբ էլ լինի իշխանափոխություն ու անկախ նրանից ովքեր կգան իշխանության պարտավոր են քննիչ հանձնաժողովներ լինեն անվտանգության հետ կապված պատերազմի հետ կապված եկեղեցու բռնաճնշումների կաթողիկոսի հետ կապված որպիսի յուրաքանչյուր ոք ով որ 1 րոպե մասնակցություն ունեցել այս խայտարակություններին պետքա պատժվեն ու ես չեմ կարող նաև չնշել որ այս իշխանությունները սրբապղծության գագաթնակետն են այն առումով որ կարող են սրբազաններին դատել կաթողիկոսին բերեն դատարանի դալիճ զոհվածի ծնողներին եռաբլուրում ծեծեն Էլ չեմ ասում այն սպանությունները որ իրանք իրագործեցին ինչպես Սոնա Մնացականյանին Վալոդիա Գրիգորյանին եւ մյուսներին Ամփոփելով պետք է ասեմ, որ բնականաբար մենք արդեն շարունակական կունենանք մեր հաղորդումները, կարող եք ուղարկել ձեր հարցերը, մենք կունենանք նաև հյուրեր, տարբեր ֆորմատներով, ուղիղ եթերում կլինենք, որպեսզի ավելի հեշտ լինի հարցերի մասով, եթե ունեք հարցեր ընդդիմադիրների հետ կապված, ընդհանուր իրավիճակի հետ կապված, մենք կփորձենք բարձրաձայնենք այս հարթակում ու դուք էլ փորձեք սիրելի հայրենակիցներ հետևորդնել այս մեր հարթակը օգտագործեք ձեր համար, ձեր հարցերը բարձրաձայնելու, ձեր խնդիրների հետ կապված, մենք ձեր կողքին ենք ու ուզում ենք, որ դուք էլ մեր կողքին լինենք։